Պաշտպանության ֆորում։ Գիտեք, երբ որ մսավաճառը, դանակը ձեռքը մտնում է խոզանոց, հանկարծ ու հանկարծ բռնում է որից է մի բուրվակի ականջ եւ նա սկսում է ղժալը, խոզերը տեսնելով մսավաճառին դանակը ձեռքը հարձակվում են մսավաճառի վրա։ Իրանք սոցիալական կենդանի են եւ իրանք պատրաստ են։ Առանց մտածելու բնազդաբար զոհվելու հանուն այդ մեկ բուրվակի։ Սա վատկագիծ է, սոցիալական վատկագիծ է։ Նույնը հովատակը ձերի երամակի մեջ, եթե մեկը մոտենա փորձի ձերից մեկին կպչի, հովատակը եւ ողջ ուժը կներդնի, որպեսզի պաշտպանի երամակը։ Միևնույն ժամանակ, եթե ձի է ընկել ծանրած ոչ իրենից երամակի մեջ, հենց որ ծնում է հովատակը վերցնում, ոչնչացնում է այդ ապօրինից ծնված քուրակի։ Այս էլ է վատկագիծ։ Մարդիկ ընտելացնում են ձյուն։ Եվ երբ որ նա ընտելացնում է մարդը ձյուն, իրան ասոցիալ է սարքում։ Եվ կարա նույն ձյանոցի մեջ լինի 10 հովատակ, 12 էկ ձի մազյան։ Եվ իրանք հանգիստ այնտեղ կապրեն, որտեղ այս հովատակը այլևս չգիտի, թե ինքը ով է, ինքը ասոցիալացված է։ Մարդն էլ է սոցիալական էակ, եւ ինքը ի տարբերություն մյուս սոցիալական կենդանիների ունի բանականություն։ Ինքը կարող է ընտրել իր վարքագիծը, ընտրել իր սոցիալական վարքագիծը, ապրելու ձևը, ընտրել ռազմավարություն։ Սրանով մենք տարբերվում ենք այլ համակարգերից, բարդ համակարգերից։ Հիմա հարց է առաջանում։ Բոլորս լսել ենք պատերազմից հետո բավականին բարձրաստիճան այր հայտարարեց, ինքը զգաց, որ կարող է հայտարարել, հետո հայտարարեց։ Զգաց, որ դա կարելի է ասել եւ չկարկոզվել։ Ասաց, ինչ է, դուք ուզում եք 100,000 հոգու համար 3 միլիոնին վտանգի տակ դնենք, մոտավորապես սա ասաց։ Ասեց եւ մարսեց։ Որովհետեւ ցավոք մենք այնքան ենք ասոցիալացվել, ես չեմ ասում սա լավ է թե վատ, գուցե լավը սա է, որ մենք համաձայնվեցինք, որ այո, ոնց կարելի է 3 միլիոնին վտանգի տակ դնել 100,000-ի համար։ Իմ մոտ հարց է առաջանում, ես ինձ զգում եմ այլևս ազգի մաս, ես ինձ չեմ զգում այլևս ազգի բաղկացուցիչ մաս, այն ազգի, այն մարդկանց համախմբի, որտեղ հանուն մեկի բոլորը զոհվելու պատրաստ չեն, որտեղ մեկը հանուն բոլորի զոհվելու պատրաստ չէ։ Այսօր գալուց առաջ հարց տվեցի կնոջս։ Ասեմ, դու հավատում ես, որ եթե հարձակվեն որևէ մեկ գյուղի վրա, Հայաստանի հայոց բանակը վեր կկենա եւ կգնա գյուղը պաշտպանելու։ Կնոջ պատասխան է։ Մոր պատասխան, տատիկի պատասխան, ոչ։ Ինքը դրան չի հավատում։ Առաջանում է հարց։ Երբ որ մենք խոսում ենք համապարփակ անվտանգության մասին, երբ որ մենք խոսում ենք պաշտպանության բանակային, չգիտեմ ինչ, երբ որ պաշտպանությունը կապում ենք այս մարդաստեղծ արհեստական երևույթների հետ, գործիքների հետ, դա գիտեք ինչի է նման դելֆինների անվտանգության համար կառուցել ամառանոց սարերը։ Մենք մի հատ հասկանանք ինքներս, մենք որևէ բանի պատրաստ ենք, թե պատրաստ չենք։ Երբ որ քննարկում են իմ կողմից շատ հարգված մարդիկ, տարբեր փորձ են ուսումնասիրում, ֆիննական փորձը, իսրայելի փորձը, չգիտեմ, ելուն փորձը եւ այլն եւ այլն։ Եվ ոչ մեկը չի ուսումնասիրում Շվեյցարիայի փորձը։ Գիտեք ինչու՞։ Որովհետեւ հենց որ գալիս են հասնում այն կետին, որ Շվեյցարիայի իրար կողքի գտնվող գյուղերը իրար կարող է թշնամի լինեն,
որ 20-րդ դարի մարդակերության վերջի դեպքը եղել է Շվեյցարիայում, Բեռնը եւ Բազելը պատերազմում են իրար հետ։ Այս Բեռնեցին, Բազելը ականջը կծեց, ծամեց եւ կուլ տվեց։ Հա, զավեշտ, հա, բայց դա իրականությունն է։ Դա իրականությունն է։ Ես 2008 թվականից Մենք Վահեին եմ դեպի Գրիգորյան հիմա ինքը արդեն սովետական դատարանում է դատավոր։ Բայց եղբայր մասնագետ մարդ ես արի օգնի, որ մենք ձևակերպենք մեր գյուղի Ենոք Հավանի, այս Ենոք Հավանից Արտակ Չիբուխյանն է։ Ենոք Հավանի ինքնիշխանության, անկախության հարցը։ Օ, չի կարելի։ Եղբայրներ Եթե ես իմ ընտանիքով ինքնիշխան չեմ, եթե ես ոնց կարող պայմանավորեմ իմ հարևանների հետ հարգելնած ինքնիշխանությունը, որ մենք ունենանք համակեցություն, ինչ-որ մի տարածքում։ Ոնց կարող ենք մեր թաղով պայմանավորել մյուս թաղի հետ, որ ունենանք համակեցություն։ Եվ այսպես ինչպես մենք կարող ենք մյուս գյուղի հետ համակերպվել, ստեղծել համակեցություն։ Կարող ենք։ Ասացեք այո։ Չեք ասի։ Որտեվ սա այն տեղն է, երբ որ հայի ուղեղը կախում է։ Մենք հպարտանում ենք Տիգրան մեծով։ Տիգրան մեծ, շատ մեծ։ Մենք ասում ենք հայ ենք եւ կարդում ենք Գարեգին B, ոչ, Գարեգին երկրորդ է կարդացվում։ Հայերեն տառերով գնում էին թվերը։ Դες մոտախ, ուզում հասկանալ, պարոն Սարգսյանը լավ ասեց, որ կարևոր իրավունքի հարցն է։ Ամենակարևորը իրավունքն է։ Երբ որ մենք հրաժարվում ենք իրավունքից, մենք կորցնում ենք ամեն ինչ։ Իսկ իրավունքը կորցնելու համար պարտադիր չէ, որ պատերազմով մտնենք քո տունը։ Փանախանը, եթե չեմ սխալվում, Մելիք Շահնազարի ձեռքից ստացավ Շուշիի բանալիներ առանց պատերազմի։ Քանի Խամսայի մելիքներ էին, 5 հավասար մելիքներ, կար այդ Խամսայի մելիքությունը։ Նրանցից մեկը, Մելիք Եգանը, Վիզրակի, տողում էր նստը։ Կարեսավ հարաբերություն ստեղծի, չէ։ Նադիր Շահները թով էր նրա հետ։ Հետո ասեց, աղբեր, ենքան աղջիկ ունես անունները չգիտես, այդ իմ տողուն պսակեմ քո աղջիկա հետ, մուսուլման սակեց պսակեց։ Եվ տողում առաջացան երկու տիպի հայեր, քրիստոնյա հայեր և մուսուլման դարձած հայեր, եգանյաներն ու եգանովները հմիկվա։ Ասես, ես հատկեր ես կհավաքեմ էր, ինչի ես հատ սաղիկ դենալու։ Դարավ ոչ թե հավասարը հավասարների մեջ, դարավ առաջինը մյուսների մեջ։ Ինչով ավարտվեց։ Տեսանք, թուրքը, Փանախանը ոտ դրեց Շուշի, իրավունք ստացավ Արցախի տարածքում։ Ստացավ իրավունք։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, մենք խոսում ենք Արցախի մասին, Արցախը երբ որ հիմա չխորանանք, միավորվեց, հետո կախացավ, այդտեղ չխորանանք, դա առանձին թեմա է, ամենը իր տեսակետը ունի, բայց ես շատ անգամ լինելով Արցախում կարող եմ ասել հետևյալը, մենք գնում էինք Հայաստանից և զավթում Արցախը։ Սերգեյ Շահվերջյան, երբ որ մտնում եք Արցախ, հիշում եք, չէ, ճանապարհի նշանները դեղին նշաններն էին տուրիստական, տենց էին կողմնորոշումը, որտեղ գնանք, որտեղ ինչ եկեղեցի կա։ Դա Շահվերջյան Սերգեյի, Արցախի տուրիզմի նախարարի և իր թիմի մշակածն էր։ Տանում էր մեզ այստեղից այնտեղ ցույց տալու համար, թե ինչ գեղեցիկ տեղեր կա Արցախ գնալու համար, որպես մենք գնանք այնտեղ, ինչ են անում Հայաստանի տուր
օպերատորները վերցնում են իրենց ավտոբուսը, նստեցնում իրենց տուրիստներին, տանում Արցախ, շատ ժամանակ հետո մեկ օրով էին գնում, հետո ուտելիք էին վերցնում, կամ էլ այնտեղ գիտեի ում ուտեն ուտելու, հետ էին գալի, ինչ օգուտ են մնում Արցախցուն։ Եթե ուտելիք վաճառում է, դա մնում էր օգուտ։ Մարդ հետնում, ուրախանում է, դա լինում էր օգուտ։ Հա, մեկ էլ աղբն էր մնում այդ Արցախում, որտեղ մարդը, որքան աղբ է արտադրում, չէ, եւ օրգանական, եւ ոչ օրգանական։ Թափոնների տեսքով։ Մենք գրավում էինք Արցախ։ Իսկ հիմա վիրավորվել ենք, որ ինչ-որ մեկը մտել է այնտեղ։ Մենք մեր մասին մտածել ենք երբևէ։ Ցավոք սրտի պարոնը գնաց Կանադային եկած պատվավոր պատվարժան մարդ։ Նստած խոսում ենք, այս հա Կանադայից եք, այսի մեր սրբազանն էլ է Կանադայում ծառայել։ Ինքը ոչ այնքան հաջող արտահայտվեց սրբազանի հասցեին։ Եթե Կանադայում, փոքր Կանադայի համայնքը 60,000 հոգի են, ինչ են։ Կվեբեկ, Տորոնտո, երկու եկեղեցու ներկայացուցիչներ, թեմեր, Անտիլիասի թեմը եւ Էջմիածինի թեմը։ Եվ իրար լեզու չեն գտնում գոնե Քրիստոսի շուրջը։ Ինչի մասին ենք խոսում։ Մենք կրում ենք անձնագիր։ Նա պասպորտը անձնագիր չէ, անցագիր է։ Գոնե բարերն ուշադրել ենք, հայեր ենք, չէ։ Դա ID քարտը, դա անձնագիր է։ Պասպորտը անցագիր է։ Մենք դա ունենք սահման հատելու համար առաջին հերթին։ Եվ նա վերջին էջում ինչ է գրված։ Սույն անձնագրի կրողը գտնվում է Հայաստանի Հանրապետության հովանավորության ներքո։ Իսկ հովանավորությունը նաև պաշտպանության իմաստուն է, չէ՞, եթե սխալվում են։ Եվ հետո պարզվում է, որ այն մարդկանց անձնագրերը ֆեյք էին, աշխարհին խաբում էին, վիզա էին ստանում, գնում, ճամփորդում, գալիս, եւ իրանք Հայաստանի քաղաքացի նորից են դառնում։ Գիտեք ինչ, Ռուբենը խոսք ուներ, ասում է, չեմ հիշում ում խոսքերին կրկնան, դա իր խոսքը չէր, որ լավի հակառակումը վատը չէ, անտարբերությունն է։ Մենք միշտ եղել ենք անտարբեր, բոլորս եղել ենք անտարբեր։ Լռել ենք, ձայն չենք անել, հիմա ինչ ենք ուզում։ Ձայն ենք անում, դե սկզբից եկեք մի հատ հասկանանք, իսկ մենք իրոք ինչ ենք ուզում։ Զուտ ձայն հանելն էլ է գործողություն։ Բայց ներսը շնորհալին իր հավատով խոստովանիմում ինչ է ասում, ասում է Տեր Աստված, տուր ինձ խելք, այդ խելքը արտահայտելու ունակություն եւ գործելու հնարավորություն։ Ասում է, չէ։ Եվ ողորմա քո ստեղծած արարածների եւ ինձ բազմամեղից, դա էլ չէ ասում։ Իսկ մեր մեջ մեղավոր մարդ կա, դժվար թե հանդիպի։ Մենք բոլորս անմեղ հայեր ենք։ Եվ այսպես բոլորը դարձել են հատկապես մեր երկրում շատ ավելի, գիտեք ինչքան կիրթ են, ինչքան արագ են խոսում, արհեստավարժ, այնպես ոսկեղենիկ հայերենով կարտահայտվեն 12 տարեկան երեխաները, 14 տարեկան, 15 տարեկան, էլ չեմ ասում 20 տարեկանները։ Մեր լրագրողները այնքան արագ են խոսում, որ իմ ծերունական ականջը թեկուզև լսում է, բայց ուղիղ չի կարել մնկալ այդքան արագ հայերեն խոսեցած է։ Մեր ժամանակ մինչև երկու բաժակ չխմեինք, չէինք անում, կենաց ասենք։ Հիմա բոլորը կարողանում են։ Հիմա բոլորը
այնքան են լավ կրթված, որ կարող են համեմատել պետության կառավարումը կորպորատիվ կառավարման հետ։ Մեկը կա Ռուսաստան դա արեց, իրանց երկինն է, իրանց կառավարիչ, իրանց ընտրությունը։ Դե մարդը ափաշկարել ասեց Պուտինը, Վլադիմիր Վլադիմիրիչ 2000 թվականին, որ պետական կառավարումը չի տարբերվում կորպորատիվ կառավարումից։ Նրանք շատ արդար են իմիջայլոց, իրանց մոտ գերագույն արժեքը մարդը չի, ընտանիքը չի, այլ պետությունն է։ Դա են արդար ասում։ И все сдохните, а мы идем в рай։ Դա են պարզ ասում են։ Թուրքերն են միշտ պարզ ասում են ամեն ինչ, ոչ բան չեն թաքցնում մարդիկ։ Իրանք չեն խաբում։ Մենք խաբելով ենք զբաղված անընդհատ։ Մեզ ենք խաբում, մեզնից դուրս ենք խաբում, դրսից դուրս ենք խաբում։ Խաբում ենք զենք ենք գնում, որ հետո թողում ենք, որով չենք կռվում, որտեղ եթե կռվենք կարող է զոհվենք։ Ես մի սպայի եմ հանդիպել, այսպես հավաքված երիտասարդներ էին խոսում են բացատրում, բայց որ գնան կռվեն, կարող է զոհվեն, վտանգավոր է։ Այս ամենից որ գնում ես առաջադրանքի ինչից ես վախենում, բայց այլակ պատասխան է։ Ինքը տվեց իրոք սպայի պատասխան, որ առաջադրանքս չկարողանամ կատարել։ Իմ ընկեր Վովան Վարդանովը ստեղծել է շատ լավ կազմակերպություն, ոման, ողջ մնալու արվեստ։ Ես կասեի ողջ մնալու արվեստով մեր շատ հայրենակիցները զբաղվում են նույնիսկ առանց ոմայի, գնում են Կանադա, գնում են այլ երկրներ, գնում են Ռուսաստան, սմա կռիվ, դες հետ են գալիս այստեղ։ Դա էլ է արվեստ, ադապտացիոն արվեստ է։ Ոնց անել, որ ողջ մնան։ Եվ այդ արվեստը մեզ բերել է մինչև 21-րդ դար։ Գիտեք, քանի մեր հարևաններ այլևս չկան։ Հիշողություններ չեն թողել։ Մենք դեռևս կանք։ Ես էլ արվեստ, ով ասել, որ մենք սայնս հեռու գնանք, փորձենք այլոց նման լինենք, եթե մենք այլոց նման չենք։ Ես չգիտեմ, ուղղակի հարց եմ դնում։ Ուղղակի կորպորատիվ կառավարման մեջ կան ակտիվներ, պասիվներ։ Զարգացած կորպորացիաները իրենց վերցնում են որոշ ֆունկցիաներ սոցիալական պատասխանատվության վերաբերյալ։ Պետության մեջ ակտիվ ու պասիվ չկա։ Երեխան որ ծնվում մենք պոտենցիալ ակտիվ է։ Սկսում է աշխատել, դառնում է ակտիվ։ Դառնում է արդեն մեծ անաշխատունակ, ինքը պասիվ է։ Իրանից բրցնենք, թե թողենք մնա։ Հայաստանի Հանրապետությունը ճանաչվել է մյուս պետությունների կողմից, այդ թվում հարևան պետությունների, այդ թվում ամենամոտիկ հարևան Թուրքիայի կողմից, քանի դեռ մենք չունենք սահմանադրություն։ Այսինքն մենք գործում ենք խորհրդային Հայաստանի սահմանության ներքո, դե ֆակտո։ Այսինքն 92-ը մեզ արդեն ճանաչում էին, արդեն տարբեր միջազգային, չգիտեմ ինչերի անդամներ էինք, 95-ին նոր եկավ առաջին սահմանադրությունը, որը ինչ արեց, ինքը ընդամենը խաբեց։ Հիմա լիքը քննարկումներ կան, հրճակագիրը լավն է, վատն է, ագրեսիվ չի, հրճակագիրը արդյոք, թե ինքը նախ հրճակագիր է, այնքան քննարկումներ կան, բոլորը խելոք եւ ոսկեղենիկ հայերենով։ Բայց կա մի բարոյական սկզբունք։ Դուք որ հիմա խոսում եք երիտասարդներ, այն ժամանակ ընտրելու իրավունք էլ չեք ունեցել, քվեարկելու իրավունք էլ չեք ունեցել։ Ես ունեցել եմ, բայց շատ երիտասարդ էի, բայց ներկա Պավիլ Հայրիկյանը եւ իր սերունդը ինչքան է պայքարել հանուն անկախության, ովքեր են հավաքվել այդ հրճակագիրը մշակելու համար, շատ մարդիկ, թողարեք մենք հեռանանք, մյուս կյանքը նոր քննարկեք, փոխել պետքը չի, հրճակագիր չի, լավն է, վատն է, պուպուշը, անշնորհքը, իսկ մենք լավն ենք, մենք համապատասխանում ենք այդ հրճակագրին։ Ամփոփում եմ հասկացա, ես էլ ասեմ գեղացի մարդ եմ, այդքան
Այո, չեմ կարողանում խոսալ։ Մի խոսքով, ժողովուրդ ջան, լինելով կիբերնետիկ, կարող եմ ասել հետևյալը. 5-10 տարի հետո հայությունը բնակվելու է Երևանում եւ իր շրջակայքում։ Չէ, բնակվելու այստեղ, որտեղ այստեղ գիտեք ոնց է Լաս Վեգաս Սթրիփի նման է։ Եթե կա մի քաղաք, որտեղ չկա արդյունաբերություն եւ կրթություն, ինքը այլևս քաղաք չի։ Ուրբանիստիկ ձևակերպումներով։ Եվ գնալու եք, դուք վայելեք Հայաստանի մարզերի բնությունը, պատմամշակութային, մարդակերտ եւ պատմական հուշարձանները բնական։ Ինչպես ես գնում եմ Արևմտյան Հայաստան, վայելում եմ Արևմտյան Հայաստանի բնական եւ մարդակերտ հուշարձանները։ Ամեն անգամ շնորհակալ լինելով Թուրքիայի Հանրապետությանը, որ ստացել լավ ենթակառուցված, որպես ես անվտանգ այնտեղ երթևեկեմ, գնամ, վայելեմ այն ինչի հետ ինչ կապ ունեն, հոգևոր կապ ունեն։ Ստեղ եւ ավելի լավ կլինի, ստեղ եւ կսպասարկեն ձեզ, որ գնաք ոչ թե Յունոքավանցի Արտակ Չիբուխչյանը, այլ բասկերից եկած մի լավ Իտալիայից, Իսպանիայից, Վիետնամից, Թայլանդից, տարբեր տեղերից ավելի լավ կսպասարկեն։ Մենք սա ենք ուզում։ Ես ավարտում եմ։ Երբ որ մենք էլիտազուրկ եղանք եւ սկսեցինք ապավինել բազմությանը, այդ էլ ազև։ Միակ արտահայտությունը, թե ինչ ուզում ես ազգը, տվել է 20-րդ դարի սկզբին կավեինի տղեկը։ Անում են հավաքակայան, որը հերույամ են սաղթ, կոչվում է VIP դերախտ, բերել է բախտը, եկել է բախտը, պատմեն, թե քեզ ինչ է հայտ։ Էս ենք ուզում։ Ես ժամանակում առաջարկում էի, եկեք փոխանակենք Հայաստանի եւ Արցախի տարածքը Չինաստանի հետ, Հայնյան կղզու հետ, տարեն 12-25 աշճան, իդեալական կլիմա։ Տեղաբորգիները միау ցեղնեն, որ այնքան վտանգավոր չեն մեր համար։ Οκ, պաշտպանության համակարգ կլներ, չէ՞։ Նայած թողա գնամ բանակցելու, գնամ բանակցեմ կհամաձայնվեն։